Հա, հաջորդ երևի այսօր այդ 7 հատ խնդիրն էլ կնայենք բոլոր, կախված ժամանակից, բայց խնդիրները համեմատաբար թեթև են ու տենց շատ երկար չեն հաշվարկի տեսանկյունից, պետքա որ ամեն ինչը հասցնենք, եթե չէ, արդեն կսկսենք մտածել, թե ինչն ենք ուզում պահել, ինչը չէ։ Հա, բայց նախ մի հատ կասեք, այդ կովարացիան ինչ բան է։ Ոնց ուզեք պատասխանեք, կարաք իմաստը ասեք, կարաք ասեք ոնց ենք իրան հաշվում, կարաք ասեք ինչի համար է ինքը պետք։ Ինչ որ մի ձև սկսենք ուղղակի։ Դե երկու պատական մեծությունների կապը, գծային կապը բնութագրող մեծությունը։ Ըհը, ընտիր, ու շատ լավ է, որ գծային բառը ֆիքսվեց։ Այս շատ կարևոր բառ է, այդ այսօրվա տնայինի մեջ մի քանի տեղ կտեսնենք, որ ուղղակի գծային է ու վերջ։ Շատ բարի, իսկ ոնց կարանք իրան հաշվենք, կամ երկրաչափորեն իր բանաձևը ոնց կարանք պատկերենք։ Դե x-ից հանում ենք իր միջինը, բազմապատկում ենք y-ից հանում ենք իր միջինը, ու դա իրանից հենց պատական մեծություն է ներկայացնում, ու դրա միջինն ենք վերցնում, մաս Գերազանց։ սպասում էլի, հա։ Շատ լավ է։ Այս սրա մատ սպասումը։ Այսինքն երկրաչափորեն եթե իրան պատկերացնենք, թոստեղ ինչ որ մեր կետերը լինի բաման եւ այլն ու ասենք x-երի այս բանն է, x-երի միջինն է ուղղակի, սա թող լինի y-ների միջինը, սրանք առանցքները չի էլի, այս կարևոր է որ չշփոթենք։ Ահա։ Հիմա մենք ըստ էության ասում ենք ամեն մի կոորդինատի համար նայում ենք իր այս x-ից եղած տարբերությունն ու y-ից եղած տարբերությունը, դրանց արտադրյալն ենք հաշվում։ Սրա միտքը այնա, որ բան, այսպես մի քիչ երևի լավ չգծեցի, բայց միտքը այնա, որ եթե տվյալները հավաքված լինեն, ասենք, այսենց, այսինքն երկուսն է դրական կամ երկուսն է բացասական, այսինքն առաջի կամ երրորդ քառորդներում լինի։ Կստացվի, որ մենք միշտ դրական թվեր ենք իրար գումարում ու սա մեծ թիվ է տալիս։ Այս նշան կլինի նրա, որ որ մեր տվյալները ինչ որ այս կողմ, այստեղ են ինչ որ մի ձև գտնվում։ Չեն գալիս մտնում այստեղ բաման։ Նույնն էլ եթե օրինակ հիմնականում այստեղ բաշխված լինեն, այսպես ինչ որ բան լինի, կլինի դրական, բացասական թվեր իրար հետ կբազմապատկենք կպած, այդ ներողություն կլինի մի կողմից դրական բացասական, բայց չէ, մի խոսքով կարևորը արտադրյալը ի վերջում կլինի մեր մոտ ստեղ բացասական, ու սա կլինի կրկին բացասական մեծ թիվ։ Իրար գա չեն խանգարի, միտեղ բացասականը, միտեղ դրականը, ու սա էլ կնշանակի շատ ուժեղ գծային կապ կա, բայց արդեն բացասական գործակցով։ Ու եթե ոնց որ մի մասը x-ի բանից մի կոմա, մյուսը այս կոմա, այսենց ինչ որ եթե խառը ցրված են իրանք, այս անհաջող ձևով են ընկած քառորդների մեջ, արդեն ինչ որ ավելի փոքրով թիվ կստանանք, որովհետև իրար կկոմպենսացնի դրական բացասականը, ու սա ուղղակի իրան շատ հարմար մի բանաձևով նկարագրում է դա, էլի։ Դե բարի։ Կասեք սրա ուրիշ ինչ բանաձև ունենք նաև սա հաշվելու։ Ունենք նե բանաձև ասածի նկատի ունենք, այս մի քիչ որ բարձրացնենք ավելի հետաքրքիր բան ենք էլի ստանում։ Ըհը։ Եթե դա նկատի ունեք էլի։ Հա, որն է այդ տեսքը։ X անգամ Y-ի մատսպասում հանած ամեն մեկի մատսպասման արտադրյալը։ Գերազանց։ Շատ լավ է։ X ու Y։ Հա, ընտիր։ Մի հատ էլ վերջի բանն եք ասեք կոռելացիան ինչ է ու արդեն անցնենք կոնկրետ խնդիրներ գրելու։ Կոռելացիան գործակից է, որը ցույց է տալիս մեր երկու պատակամետությունների գծային կապը։ Եթե մեկը, ուրեմն դրական գծային կապ է, եթե բացասական -1 է, ուրեմն նեգատիվ է, եթե 0 է, ուրեմն գծային կապ չկա։ Ըհը։ Զրոն ոնց որ միջինում գծային կապ չկա, շուտ ասենք, օրինակ ինչ որ այսպես բան որ վերցնենք,
կարա գծային կապեր լինի, ոնց որ կարա այսպես ինչ որ գծային կապ լինի, ուղղակի գան իրար կոմպենսացնեն, միջինում ստացվի կապ չկա, բայց հա, բայց այդ ամեն ինչը նույնը կորելացիայի մասին էր, չէ՞։ Ինչ որ կապ ունեն կորելացիա ու կովարիացիան իրար հետ, Հա, այդ ճիշտ կապ ունեն։ կորելացիան ստասում է կովարիացիան բաժանած շեղումների, ամեն մեկի շեղումների արտադրյալին։ Գերազանց։ Իրան ռոյով ենք հաճախ գրում ու այս մեկը կոնկրետ Պիրսոնի կորելացիան է, որտեղ էլիպ կորելացիաները ունենք։ Սովորական կովարիացիան հաշվում ենք, հետո ասում ենք մեզ շատ կապ չունի ինչքան շատ են ծրված իրար հետ։ Մեզ არის շատ էականներ նշանների բռնելը, որ ոնց որ եթե ուղղակի նորմալիզացնենք դատան, տվյալները բերենք ավելի հաճելի բաշխման, էլի օքեյ կլինի, դրա համար ուղղակի իրան բաժանում ենք իրան ստանդարտ շեղումների վրա։ Ստեղ մեր այս x-ը ուղղակի վարիանսի արմատն է։ Այն սիգմա քառակուսին էր, մենք սիգմայով ենք վերցնում։ Ու սա իրան բերում է -1-ից 1 տիրույթ։ Սրա ֆանտաստիկայինն է, որ -1-ից 1 տիրույթի հետ գործանելուց շատ ավելի հեշտ է կյանքը դառնում, որովհետև ասենք եթե կովարիացիա հաշվենք ստանանք 48, հա ինչ։ Պատկերացում չունենք, որովհետև չգիտենք շատը որն է, քիչը որն է։ Դրա համար օրինակ մի քիչ առաջ ընկնելով, երբ որ արդեն մեքենական մեջ նայենք սխալ մոդելի գնահատման միջոցներ, թե ինչքան լավն է մեր ալգորիթմը։ Մի բան, որ տենց շատ ասել ենք, այդ որ վերցնում ենք fx - y-ը, դրա քառակուսին ենք հաշվում, ու ասենք միջինը, որ ստանանք միջին քառակուսային շեղումը։ Միջին քառակուսային շեղում եթե հաշվեցինք, ստացանք 509 1000։ Մի խնդրի դեպքում կարող է մեզ գան ասեն բերեք ճակատդ բեր հələ պատճեմ, մյուս դեպքում ասեն այս չես ամաչում, այս ինչա։ Գաղափար չունենք։ Իրար հետ համատելով կարանք հասկանանք, որ մոդելն է լավը, բայց հենց ուղղակի այդ թիվը մեզ բան չի ասում։ Բայց եթե վերցնենք օրինակի համար այս գուշակությունները ու մեր թիրախը ու գուշակությունները ու իրանք իրար հետ շատ ուժեղ կորելացված լինեն, տեսնենք ասենք 0.98 կորելացիան։ Այդ նշան կլինի վրա, որ մեր մոդելը լավ է աշխատում։ Դրա համար ես օրինակ անձամբ միշտ միջին քառակուսային շեղումի հետ միասին անպայման կորելացիաները հետն եմ նայում։ Այնտեղ հետո կորոշեմ, որին ինչքան կարևորություն տամ, բայց աչքից դիմաց միշտ ուզում եմ կորելացիա ունենամ, եթե sense գուշակության խնդիր ունեմ, էլի։ Ու դե նաև կորելացիան խայտարակ շատ տեղեր կարող ուրիշ կիրառվի ու թեկուզ կյանքի մեջ էլ այդ բառը շատ հաճախ ենք օգտագործում։ Կարևոր է ոնց որ կորելացիան հավասար չի causality։ Միտեղ եթե կապ ենք տեսնում, չի նշանակում, որ պատճառահետևանքային է, ուղղակի կապ կա։ Տվյալները ցույց են տալիս կապ։ Բայց շատ շեղվելով, այս ոնց որ որպես տենց չի-չատից լավ հիշացում նյութի, այնտեղ հետո Սպիրմանի մասին է կխոսանք, բայց կանք այսքանից հետո արդեն հանգիստ սրտով անցնենք մեր բուն խնդիրներին։ Ցանկացած հարց նշում կամ ինչ-որ բան, որ կուզեք մինչև սկսելը խոսանք։ Ես հարցնեմ էլի, այդ օրինակ որ բաժանվեց այդ սիգմաների վրա, որտեղից որոշվեց, որ ինքը -1-ից 1 է գնալու։ Հա, այս կարանք բռնենք մի քիչ բան անենք։ Կամ եթե կա ինչ-որ այնտեղ մեր լեկցիաներում կարամ այդտեղ նայեմ, ժամանակը չկորելի։ Օրինակ իմ համար ինտուիտիվ չէր, ինչի ինքը պետքա դառնա -1-ից 1։ Լավ հարց է։ Ինձ թվում է ոտի վրա նորմալ չեմ կարա նայես բացատրեմ, բայց բան կարամ դրա հետ կապված ինչ-որ նյութ ուղարկեմ կամ ասեմ, բայց իրականում մի ինտուիտիվ չէ, բայց մի ձև այդ խնդրի այդ հարցի պատասխանը ստանալու այդ ուղղակի մի քիչ ձանձրալի անալիզով հաշվարկ բան անելն է, որ տեսնել իրոք եթե բանաձևերը տեղադրում ենք, այդ սա հաշվում ենք, ի վերջո ստանում ենք, որ ամենափոքրը -1 կլինի, ամենամեծը 1, բայց այդ ձանձրալի պատասխանն է, էլի ավելի լավ պատասխան կաշխատեմ ուղարկեմ ով էլ վիդեո նայում, հետո վիդեոյի նկարագրության մեջ դնեմ, կամ կարող է նույնիսկ մենք ինչ-որ վիդեո սարքենք, բայց հա, այդ բավականին տեղին հարց է։ Կամ կարելի է նաև մյուս դասը դրանով սկսել, դա լա տարբերակ։ Առաջինից գնացինք։ Այս ներքևն կտեղավորվենք իրականում, ինձ թվում է, շատ տեղ պետք չի մեզ։ Մի հատ ինչ-որ խնդրում բռնել ենք ջերմաստիճանը Celsius-ներով հաշվել ենք, ու հիմա Celsius-ը փոխարինում ենք Fahrenheit-ի, որտեղ ամերիկան ցնդած է հատկապես վերջերս, այս բանաձևով կիրառում գալիս ենք, հիմա հարց է գալիս։
Կովարիացիան փոխվում է, թե չէ։ Ոնց կարանք օրինակ կովարիացիան թող ստեղ մեր մոտ լինի f-ով նշենք Fahrenheit-ները, S-ը թող լինի ինչ որ մի հատ ուրիշ պատական մեծությունում հետ միասին որ նայում ենք, կարևոր չի թե ինչա, ստեղ պաղպաղակների վաճառքն է օրինակ։ Ոնց կարանք սա արտահայտենք օգտվելով մեր բանով, Celsius-ով իմացած ջերմաստիճանի բանաձևից։ Մի հատ ինչ որ հատկություն է պետք լինելու։ Եկեք տեղադրենք ու այդ Ահա, բացենք։ գերազանց։ Մեզ պետք է կովարիանց 1.8t գումարած 32s-ը, ահա, որ բացում ենք ոնց է բանաձևը, ստեղ գծայնություն ունենք, թե չէ։ Հա, այդ 32 չի լինի, կլինի 1.8 կովա։ Ըհը։ Իրականում հայ, 1.8-ը կարանք դուրս բերենք։ 1.8 կովարիացիա t-ն ու s-ը, ու իրականում կարանք մեկ է գրենք կովարիացիա 32s, չէ՞։ 0 չի։ Ըհը, 0-ա, չէ՞։ Կարանք պատկերացնենք, որ եթե բանաձևում ունենք այս EX մինուս EX-ը, ու մեր պատական մեծության միակ ռեալիզացիան այդ 32-ն է, իսկ այստեղ միշտ ունենալու ենք 32 հանած 32, ի վերջո կովարիացիան պետք է գա 0-ի։ Այսինքն ստացանք, որ մեր կովարիանսը բռնեց մեծացավ։ Ոչ մի բան չփոխեցինք, ուղղակի Celsius-ի տեղը Fahrenheit-ով սկսեցինք հաշվել, հոп կովարիացիան մեծացավ։ Ինչը ամենահաճելի բաներից չի, որովհետև մեզ դժվարացնում է կյանքը նրանով, որովհետև ստացվում է բացարձակ արժեքը մեզ շատ բան չի պատմում, որովհետև ուղղակի միավորը փոխելով թազա արժեք ենք ստանում։ Փոխարենը կորելացիան է հաճելի բան։ Կորելացիան, եթե հաշվենք, ինչ կստանանք, այսինքն նայեմ կոր կամ եկեք գրեմ ռոյով գրեմ ռո fs-ը եթե նայենք Դե եկեք էլի տեղադրենք ըհը բանաձևի մեջ։ էլի որ տեղադրենք վերևում բան ունենք, չէ՞, վերևում կովարիացիան է լինելու, այսինքն արդեն գիտենք, որ 1.8 անգամ կովարիացիա ts-ն է լինելու։ Ներքևն էլ արդեն ունենալու ենք մեր ներքևում ինչ ենք ունենալու, դուք ասեք։ Իրականում մի քիչ տեղեկություն արած սխալվեցի ես։ Ստեղ լինելու է դելտա նեղություն սիգմա s-ը, մի հատ է սիգմա f-ն է մեզ պետք հաշվել, չէ՞։ Սիգմա f-ը, այսինքն կարանք ասենք արմատ վարիացիա f-ը։ Ստեղ էլ է տեղադրեմ արմատ վարիացիա 1.8t գումարած 32-ը։ Այստեղ եթե բանաձև կիրառենք ինչ ենք ունենում, այս 32 օրինակ կապ ունի, թե էս էլ է ջրվում գնում։ Դե վարիացիայի տակից որ դուրս է գալիս քառակուսով է, չէ՞ դուրս գալիս։ Ըհը։ Դե 1.8-ը, դե 1.8-ի քառակուսի անգամ վարիացիա t Ըհը։ գումարած այն 32-ն էլ չեմ հիշում, այ դա ոնց է դուրս գալի։ Վարիացիան ոնց որ եթե հիշենք վարիացիան թե ինչն էր, որ ինքը ասում էր ինչքանով է սփռված տվյալները, եթե այս տվյալներն է իմ, իրանց սփռվածությունը հաշվեմ ու իրանց բռնեմ մի քիչ տեղափոխեմ հավասար, բոլորին նույն ձև փոխվի, թե իրանք ինչքան շատ են իրարից սփռված։ Կապ չունի, չէ՞, որտեղ ուզեմ կդնեմ։ Իսկ այս կոնստանտի նկատմամբ գործողությունը իրանց դրա նկատմամբ ինվարիանտ են, չէ՞։ Հա, ճիշտ է։ Ըհը։ Այսինքն ստացվում է ուղղակի ունենում ենք 1.8 անգամ այստեղ էլ արմատ վարիանց t, այսինքն ստանդարտ շեղում t, սրանք շըմփ իրար կերան, ստացվեց նույն բանը։ Այսինքն կորելացիան նշանի փոփոխությունից նշան չներություն, միավորի փոփոխությունից, երբ որ փոփոխությունը ուղղակի գծային է։ Է դրա նկատմամբ անես չանես։ Նույն բանն է ստացվում։ Դրա համար sense խնդիրների դեպքում ինքը ավելի նախընտրելի է, էլի մենք
Հաճելի բան է իմանալ, թե ինչ միջակայքի հետ ենք գործ ունենում։ Եկեք այս երկրորդ խնդիրը մի հատ արագ շփթփանենք։ Ստեղ ունենք տվյալներ 1, 2, 3, 4, 5, 6։ Ու մեզ խնդրում են, ասում են, կարաք մի հատ ինչ-որ առաջարկեք y պատահական մեծություն հիմա էլ, այնպես որ կորելացիան լինի ուղիղ 1։ Ինչ կարող ենք ասենք հենց հստակ 1 կորելացիայի համար։ Երբ հա տենց բան լինում։ Մի հատ դեպք գիտեմ, որ ինքն իր հետ 1 է տալիս։ Այդ հա։ Այսինքն ρ xx-ը հավասար է 1-ի։ Իսկ մի քիչ ավելի ընդհանուր ինչ-որ բանաձև կա։ Եթե հիշենք, թե ինքը ինչ կապ է բռնացնում որպես հուշում։ Գծի հավասարումը։ Այո։ Ինքը հստակ գծային հավասարումների դեպքում կորելացիան 1 է։ Ու եթե կորելացիան 1 է, ուրեմն գծային է կապը։ Տենց ոնց որ անհրաժեշտ բավարար կապ ունենք մեր մոտ ստե։ Այսինքն կարող եմ բռնեմ ցանկացած գիծ վերցնեմ, ասենք 3 2x 3 գումարած 2x օրինակ։ Սա վերցնեմ, հոп, իդեալական կտա կորելացիան +1։ Հա, բայց եթե այդ գործակիցը դրական է, չէ՞։ Այ շատ լավ է, как раз это ուզում հարցնեի։ Եթե վերցնեմ Եթե մի հատ բացասական է, -1-ով կտա։ Եթե վերցնեմ ինչ-որ մինուս, եկեք sense մոդուլով կա գրեմ, որ ակնհայտ լինի, որ բան է, բացասական է։ Սա էլ բացասական կորելացիա է տալիս։ Այո։ Նո, դե ընտիր։ Դե այսքան գծային կապերից խոսացինք, եկեք նայենք, իսկ ինչ եթե չկա կորելացիա, չկա կովարիացիա, լավ sense ասեմ։ Այո, օրինակ, եթե ունենք մի հատ պատահական մեծություն -2, -1, 1, 2 արժեքներն է ընդունում ու բանա յունիֆորմա, հավասարաչափ բաշխված է։ Ու մեկ է ունենք y-ը հավասար է x քառակուսին։ Հիմա մի հատ եկեք ոտի վրա արագ հաշվենք մացպասում x, մացպասում y-ը ու մացպասում xy-ը։ Ինչ որ մեկ եթե կուզի ասեք, եթե չէ, կարամ ես արագ գրեմ, որովհետև սենց բաներ շատ են կարել արդեն։ Դե 0 է դա։ Իրականում 0 է, որտեվ ամեն մեկը 1/4 հավանականությամբ է լինում, արժեքներն են -2, -1, +1, +2, սա մեր մոտ տվեց 0, y քառակուսին մեր մոտ լինելու էր 4, այդ ներողություն y, այսինքն x քառակուսին մեր մոտ 4, 1, 1, 4-ն է, իրա մացպասումն է մեր մոտ լինելու է ուղղակի 4 գումարած 1 գումարած 1 գումարած 4 չորրորդ, այս տալիս է 14-րդ 2.5, իսկ այս EXY-ն էլ այս էլ էլի 1/4-ով արդեն ստացվելու է 4 անգամ -2, -8, -1, +1, +8։ Բարեբախտաբար շատ հարմար թվեր է ընտրված այս սրա համար։ Ու այս էլ էլի 0։ Okay։ Դե դեպքում կովարիացիան ինչ է։ Zero։ Էլի 0 է, չէ։ Որտեվ ունենք EXY, իրականում մի քիչ փոշմանում եմ, այս խնդիրները մի քիչ շատ ուղիղ ձևով գրված եղել մոտս։ Բայց հա։ Ստացանք կորելացիան, ներողություն, կովարիացիան ստացանք 0։ Հիմա ստացվում է կապ չկա այս տվյալների մեջ։ Տենց պնդում ճիշտ կլինի անել, որ ասենք իրար հետ կապված չեն։ Իրարից անկախ են կամ տենց ասենք։ Դե ուղղակի գծային չի, հա, երևի դրանից է։ Գերազանց, այս շատ կարևոր կետ է։ Ու այս սխալը շատ եմ տեսել, որ անեն մարդիկ։ Պետք է հիշել, որ ու իրականում սա նաև օգնող տրյուկ է, որ եթե գիտենք, որ կովարիացիան իրենից ներկայացնում է մենակ գծային կապ, ու ինչ որ հաշվում տեսնում ենք, որ 0 է ցույց տալիս, այդ կարա ինդիկատոր լինի նրան, որ գուցե ինչ որ ավելի հետաքրքիր կապ ունենք։
Այս դեպքում միանշանակ ու շատ խայտառակ ուղիղ կապ կա, ահավոր ուղիղ կապ կա, բայց փաստացի սրա կովարիացիան զրո է տալիս, որտեղ կովարիացիան սրա համար չի նախատեսված։ Որ ասում եմ տրյուկ, մի հատ տրյուկ օրինակի համար, որ գործի ժամանակ արել ենք, կան մոդելներ, որոնք որ էս էլ ուղղակի մի քիչ առաջ ընկնելով զուտ որպես մի քիչ հետարքրոտ բան, կան մոդելներ, որոնք որ գծային մոդելներ են, ի վերջո ինչ արտապատկերում է սովորեն, ինքը լինելու է ինչ որ գծային զուգակցության տեսքով։ Ինքն չի սովորել օրինակ 20 ներկայացնի քառակուսայինով, պարաբոլայինով կամ ինչ որ մի ուրիշ բանով։ Ու կան մոդելներ, որոնք որ ոչ գծային մոդելներ են։ Օրինակ ծառային ալգորիթմները, որ ուղղակի որոշում են այս կողմ գնալ, թե այն կողմ գնալ, այս կողմ գնալ, թե այն կողմ եւ այլն եւ այլն, իրանք պարամետրիկ չեն, այսինքն չես կարող գործակիցներ հստակ չունես, բայց իրանք կարան սովորեն ոչ գծային կապեր, որտեղ կիսվելով ճկունությունը շատ է։ Հիմա մի հատ տրյուկ օրինակ որ կարելի է անել, այդ բռնել նայելն է, թե ինչ որ մի հատ կոնկրետ սյան համար, feature-ի համար ինչ որ մի հատ ունենք, ասենք, չգիտեմ, ինչ որ բան ենք ուզում գուշակենք, միտեղ աշխատավարձը որպես ինդիկատոր է։ Կարելի է բռնել նայել օրինակ ինչքան մեծ է իր գործակիցը գծային մոդելի համար։ Օրինակի համար, եթե պարզվի, որ գծային մոդելի համար իր գործակիցը շատ փոքր է, ասենք 001 է, օրինակ, այստեղ էլի պետք է ճիշտ ֆորմատ բանման եւ այլն, բայց այսինքն գծային մոդելը ասում է, այս գուշակությունը անելու համար մարդու աշխատավարձը 1000 տարի պետք չի։ Որտեվ գծային կապն է ինքը ստուգում։ Փորձում է գծային կորել, գծային բանով, գծային արտապատկերումով ներկայացնի տվյալները։ Բայց օրինակ եթե ծառը ասում է, չէ, գիտես ինչ, աշխատավարձը շատ կարևոր է, այս արդեն մեզ նշան է տալիս, որ ուրեմն աշխատավարձը ոչ գծային է կապված բանի հետ, այդ մեր թիրախի հետ։ Կարանք բռնենք աշխատավարձի տեղը օրինակ սյունը փոխենք, գրենք աշխատավարձ քառակուսի ու էլի գծային մոդելը աշխատացնենք ու կարող է արդեն լավ աշխատի։ Այդ տրյուկ օրինակ, որ բռնել նայել գծային մոդելը որ սյուներին է կարևորություն տալիս, նայել ոչ գծային մոդելը որ սյուներին է կարևորություն տալիս, տեսնել եթե ինչ որ մի բան երկու տեղնել, ինչ որ մի բան միտեղ շատ կարևոր է, միտեղ ուրիշ տեղ կարևոր, ըստ դրա հասկանալ, հուշում ստանալ, թե ոնց ձևափոխել տվյալները, այդ տրյուկը անձամբ ինձ ահագին օգնել է ու իր ասախ հիմքը նրա մեջ է, որ սաղ կապերը չի, որ գծային է։ Այս մի քիչ հավեսի գցելու համար։ Իսկ մի բան հարցնեմ, էլի մենք չենք կարա ինչ որ գործակից հաշվենք ու դες գլխի ընկնենք, էլի դա գծայինա, նու գծայինից բացի էլի քառակուսային կապա, թե լոգարիթմա, թե էքսպոնենտալ ինչ որ, դες ինչ որ գործիք կա։ Որ հենց կոնկրետ ասի կապը լոգարիթմական է կամ ասի կապը քառակուսային է բանման, այդ դրա իմ իմացած լավագույն լուծումը, որ թեկուզ ես կիրառել եմ, ունենք x, y ու վարկած ունենք, որ իրանց մեջ քառակուսային կապ կա, ուղղակի բռնում եմ ամեն x-երի բոլոր արժեքները քառակուսի եմ բարձրացնում ու ստուգում եմ x քառակուսու y-ի մեջ գծային կապ կա, թե չէ։ Կամ եթե օրինակ մտածում եմ լոգարիթմական է, բռնում եմ x-ը լոգարիթմ եմ վերցնում ու այս սրանց մեջ եմ գծային կապը հաշվում։ Որտեվ իմ գործիքը այդ իմ ունեցած գործիքը այդ կոռելացիա հաշվելն է։ Այդ դրանով կարամ արդեն բերեմ իմ ուզած բանը ստուգելուն։ Եթե չգիտեմ ընդհանրապես լոգարիթմական կապը բաման եւ այն, բայց ուզում եմ հասկանամ կապ կա թե չէ, ու կոռելացիան օրինակ բան չի ասում։ Ուրիշ մի հատ գործիք այդ Սպիրմանն է։ Սպիրմանի մասին լեկցիայում նայել եք, այսօր կխոսանք մի քիչ։ Սպիրմանը մոնոտոնություններն է ստուգում, այսինքն մեկը որ աճում է, մյուսն էլ աճում է, թե չէ։ Ասենք քառակուսային կապը այստեղ եթե նայեմ, ինքը իդեալական ասելու է Սպիրմանի կոռելացիան 1 է, որովհետև x-ը հենց աճում է, y-ն էլ է աճում։ Այդ մի հատ ուրիշ գործիք կլինի։ Այնտեղ մի հատ է կա Kendall Town, որը որ էլի Սպիրմանի կարգի բան է, բայց դրանցից դուրս առնվազն ես երբեք չեմ լսել ինչ որ գործիքի մասին, որ հենց կոնկրետ հեշտ կգտնի լոգարիթմական կապը։ Առանց այսինքն ինչ որ տրյուկի, էլի։ Ուղղակի իմ մոտ հարցն է, որ շատ ֆունկցիաներ, շատ տարբեր տեսակի կապեր կարան եղնեն, էլի։ Այդ ձեր ասածը հա կարանք ինչ որ շատ գլխի ընկնենք։ Մեկ էլ այդ սպերմանն է մնում, էլի։ Հա, իրականում նաև այնա մի քիչ հեշտացնում, որ մենք ի վերջո մեկա, եթե ուզում ենք կապը մեկնաբանենք,
Փորձելու ենք մեկնաբանել մեր իմացած այն մի քանի հատ ֆունդամենտալ ֆունկցիաների տեսքով, էլի։ Այսինքն մենք խոսալու ենք, որ կա խորանարդային կապ, կա կամ սինուսային կապ եւ այլն, ինչ որ փոքր բազմության հետ ենք ունենալու, էլի տարբերակների ամեն դեպքում։ Եթե մեզ կոնկրետ պետք լինի մի ձև ցուցադրել դա։ Երրորդ մեթոդը, որ ասացիք, ինչ էր դրա անունը, որ ասացիք դրանով է կարող գլխի գնենք։ Կոչվում է Կենդալի մեթոդ կամ ասում են Կենդալ-Տաու, ոնց որ այս Պիրսոնի տառը Ռոնա, Սպիրմանինը, վայ, Պիրսոն R, Սպիրմանի տառը մոռացա որն էր, ոնց որ թե լավ մոռացա, Կենդալի տառն է Տաու են ասում, տենց մեթոդի անունը Կենդալ-Տաու։ Բայց իր հիմքը էլի ռանգերի միջև կապ նայելն է, էլի։ Դրա համար նույնիսկ իրեն չենք էլ անցնում որպես այդպեսին, որովհետև եսի միշտ նոր բան չի բերում մեզ, էլի։ Բայց ուղղակի ամբողջականության համար իմանանք։ Շնորհակալություն։ Ձեզ մերսի հարցի համար։ Ինչ որ ցանկացած հարց, ցանկացած ինչ որ բան, ժողովուրդ։ Չաթում ոնց որ հարց են գրել, այ հայ Այ չաթը, հեսա նայեմ։ Հա, մերսի։ Բազմանդամներով մոտարկումը կարող է ինչ որ բան ասել։ Հա, էս էլ է շատ լավ տարբերակ, որ իրականում, բայց այդ բազմանդամներովն էլ բազմանդամներ տարբերակը այն է, որ կարանք բռնենք ու ոչ թե գծային ռեգրեսիա կոչված անենք, այլ պոլինոմիալ կամ բազմանդամային ռեգրեսիան, բայց իր ֆունդամենտը կրկին այն է, որ եթե x-y ունենք, ուզում ենք x-ի ու y-ի միջև հասկանանք իրենք ինչ բազմանդամով են կապված, որոշում ենք ինչ որ կարգ, ասենք միջև երրորդ կարգ, ու բռնում ենք այս մեր x-ի փոխարեն նայում ենք 1-ը x-ը x քառակուսին x խորանարդը եւ այլն ու դրա կապը y-ի հետ։ Այսինքն տակից էլի թաքուն նույն գծայինն է աշխատում, էլի։ Բայց սա էլ բավականին լավ հաճելի գործիք է, էլի, որ ոնց որ եթե գծային ռեգրեսիան շատ հասարակ է լինում մեր համար, հաջորդ քայլը որ կարանք անենք, այդ պոլինոմիալ ռեգրեսիան է հաճախ լինում, էլի։ Հաճան, այսինքն կարելի է պնդել, որ եթե կորելացիան 0 է, իրանք կամ անկախ են, կամ գծորեն կախվածություն չկա այդ բանովը, ուրիշ կախվածություն է։ Հա, ոնց որ եթե կորելացիան 0 է, մի քիչ անկապոտ է հնչում, բայց միակ բանը, որ կարանք պնդենք, դա նա, որ կորելացիան 0 է։ Այսինքն միակ բանը, որ կարանք ասենք, որ իրանց մեջ ամբողջ տիրույթով նայած չկա գծային կապ։ Այսինքն մի հատ գծային բանաձևը չի կարա իրան հեշտ ներկայացնել։ Հա, այսինքն կամ կապ չկա, կամ էլ լինելու դեպքում գծային չի, հա, տենց մի բան։ Հա, հա, հա։ Կամ օրինակ գծային կապը կա, ուղղակի բաժանված է։ Օրինակի համար այս մոդուլ x-ը եթե նայենք, իրան այս կտորի վրա նայեմ իդեալական բացասական կապ է, այս կտորի վրա նայեմ իդեալական դրական կապ է։ Ընդհանուր նայեմ, սա փչանում է։ Հա, եղավ, մերսի շատ։ Իրականում ոնց որ իր 0 լինելը կորելացիայի այդքան շատ բան մեզ չի պատմում։ Մենք ավելի շատ հույս ենք ունենում, որ կտեսնենք ինչ որ մոդուլով մեծ բան, որ դա գոնե մեզ մի բան պատմի։ Հա, շատ բարի, մերսիներ հարցերի համար ու շատ ընտիր է էլի, որ sense լիքը հարցերով գնում է, որովհետև խնդիրների տեսանկյունից ինչ որ եսի ինչ հավես խնդիրներ չեն, ինչքան էլ բզբզացի տենց ինչ որ սուպեր վաու խնդիրներ չգտա էլի, որ նայենք։ Դրա համար այս քննարկումն է լավ, էլի։ Այս քննարկումը կակրաս մի քիչ ավելի շատ բերում է կոնկրետ պրակտիկ բաների էլ, դրա համար շատ լավ է։ Էլի ինչքան շատ հարց կա, տվեք։ Միշտ ինչքան շատ հարց կա, տվեք, բայց այս դեպքում հատկապես ուրախացնող է, էլի։ Բայց ես մի հատ էլ հարց տամ էլի։ Խնդրեմ։ Այդ անկախության հետ կապված իր սահմանումն է ուզում հիշել, եթե անկախ են, այդ նշանակում է ոչ մի տեսակ իրանց մեջ կապ չկա, թե Անկախի ինչ դեպքում որպես։ անկախի մասին կարանք մտածենք այն բանով, որ օրինակ եթե այս հավանականություններով մտածենք, իր միտքը այն է, որ մեկը իմանալը մյուսի մասին 0 օգուտ է տալիս։ Այսինքն հավանականությունը ինչ որ x, նույնն է ինչ հավանականությունը ինչ որ x, եթե գիտեմ y-ը։ Որովհետև այդ y-ի մասին ինֆոն x-ի հետ ոչ մի կապ չունի։ Այսինքն եթե
ուզում եմ տվյալները գծեմ ու ասենք այսինքն ինչ-որ կապ կա, որ ասենք այս x-ում արժեքը սա էր, այստեղ արժեքը սա էր, այստեղ արժեքը սա էր եւ այլն։ Այսինքն եթե գնում է, ես հիմա եթե ասեմ այս մյուս մեր x-ի արժեքը սա է, մենք կարող ենք մոտավորապես պատկերացնենք, որ դե y մյուս բանի արժեքն էլ այստեղ միտեղ կարա լինի։ Անկախի դեպքում, այստեղ եթե գամ ասեմ x-ի արժեքը 4 է, այս պնդումը նույնչափ արժեք կունենա, ինչ եթե ասեմ, ինչ որ չգիտեմ, այսօր 5 շաբթի է։ Այսինքն լրիվ 0 կապ իրար հետ ցանկացած ինչ տեսակ կարանք մտածենք, իր միտքը դա է։ Հիմա հաշվարկով ինչ որ բան որ ստանում ենք 0 կոռելացիա, այդ դա չի նշանակում։ Այդ ոնց որ մակրագույն անկախությունն է, էլի որ ասում են։ Դե բարի։ Եկեք դա կակրած Սպիրմանից խոսանք մի քիչ։ Ստեղ էլ ունեմ այս տվյալները, էլի 1, 2, 3, 4, 5, 6, ու ստեղ կա իմ մոտ 1, 2, 4, 8 եւ այլն։ Կարճ ասած էքսպոնենցիալ գնում։ Հիմա կարանք հեշտ ասենք սրա կոռելացիան 1-ա թե չէ։ Մեկ չի։ 1 չի հաստատ, որովհետեւ Գծային իդեալական չի։ 1 կլիներ մենակ բանի դեպքում։ Ունի։ Մաքուր գծային կապի դեպքում։ Մեր մոտ սա չի։ Okay, բա Սպիրմանի կոռելացիան ո՞նց է աշխատում։ Սպիրմանը ո՞նց կարանք հաշվենք։ Այդ բանով չի ինդեքս բանով աճման կարգով ինդեքսավորելով չի գնում։ Իրականում Այսինքն որ այս y-ը շարեք էլի 1-ից 6 չի դառնալու։ հա, գերազանց։ Իրականում Սպիրմանը նույնն է ինչ Պիրսոնը ռանկերի վրա հաշված։ Ինքը նաև հենց ինքն իր բանաձևն էլ ունի հաշվելու, այնտեղ ինչ որ -12 բաժանած տ մի քիչ ավելի խառնոտ բան է, բայց իր ինտուիցիան սրա մեջ է կայանում։ Ինքը ստուգում է ինչքան շատ են մոնոտոնությունները իրար հետ բռնում։ Ոնց որ բռնի հաշվի ասի։ Մի անգամ x-ը մեծացրեցինք։ Իր y-ն է մեծացավ թե չէ։ Մեծացավ, օքեյ, պլյուսիկ։ Մի հատ է մեծացրեցի, մեծացավ, հն մի հատ է պլյուսիկ։ Հետո օրինակ եթե ստերից հետո նվազի, կասենք նվազեց, կասենք հն մինուսիկ։ Մի հատ է նվազի, կստացվի սրա կոռելացիան Սպիրմանի իմաստով 0 է վերջ տալիս։ Դրա համար օրինակի համար կոսինուս ֆունկցիան Սպիրմանի կոռելացիան իր 0 է, որտեղ ինչքան ժամանակ տրենդը բռնում է, որ սաղ ներքև է գնում, այդքան ժամանակ չնայած ոնց էլի կտորների հետ կապված պետք է խոսանք, բայց այս սրա ամենագեղեցիկ, լավ, երկու ամենագեղեցիկ պահերը որն է, առաջինն է, որ ինքը հստակ իդեալական մոնոտոնություն է բռնացնում ստուգում։ Երկրորդ ամենագեղեցիկն է, որ մենք ուղղակի ասում ենք ավելի մեծ։ Հիմա օրինակ այս 32-ը եթե բռնեմ ջնջեմ, սրա փոխարեն գրեմ 500-ի 500-ին աստիճանի 500-ին աստիճան, ինքը ազդեցություն չի ունենալու կոռելացիայի վրա։ Որտեղ ուղղակի ասում ենք մեծացավ թե չէ։ Չկա ոչ մի բան թե ինչքանով մեծացավ։ Այդ ինչքանովի պահը Պիրսոնի վրա շատ է ազդում։ Հեսա հաջորդ օրինակում կտեսնենք, բայց մենք օրինակ հստակ մի հատ պրոյեկտ ենք ունեցել, որտեղ միացություն ունենք, որտեղ մի հատ պատահարի, մի հատ ինչ-որ բանի դեպքերի քանակ այդ դեպքերի տեղի ունենալու ժամանակը։ Հիմա կակնկալենք, որ պետքա բան լիներ, չէ՞։ Պետքա կոռելացված լինի, դա շատ կոռելացված լինի։ Թե մի բան տևում է 5 րոպե, 10 բանը պետքա մինչև 50 րոպեի կարգի տևի։ Այսինքն սա իմանալը պետքա սրա մասին լիքը ինֆո տանես։ Պիրսոնի կոռելացիան հաշվում ենք, բերում էր 0 ինչ-որ բան։ Ամենամեծ արժեքը գցում էինք տվյալների մեջից, թռնում էր 0-ի նոտ ինչ-որ մի բան։ Պարզվել էր, որ ինչ-որ մի հատիկ կոնկրետ մի հատիկ տողի համար մի հատ խնդրեմ էր եղել, որ ինչքան ես եմ գուշակում, թվերը, որ ասենք, եթե օրինակ 32 բիտի մեջ են պահում, այսինքն 32 հատ 1-0-ի հնարավորություն կա իրանց պահելու, եթե հանկարծ ինչ-որ բանի պատճառով եկավ անցավ լիմիտից, սկսում էր հակառակ պտտվել, ինչ-որ այդպես մի հատ խնդրեմ էինք ունեցել, որ եսին ոնց, կարճ ասած, ի վերջո եկել ենք ինչ-որ խայտառակ մեծ թվի, տենց աբսուրդ մեծ թվի մի հատիկ տողի համար, ու դա վсё, սա գմփացնում էր։ Որտեվ այդ գմփացնելը
հերիք չի ուղակի բանը, ասում ենք y-ից հանած y(x) ու սա կարա մեծ թիվ լինի, եթե y-ն շատ մեծ թիվ է։ Դեռ մի հատ է y հանած այս բան, նեղություն y այստեղ պետքա բան ասեի, x հանած։ Մի հատ է y-ի համար նույնը ունենք։ Քառակուսային է գալիս է գմփում։ Դրա համար Pearson-ը Pearson-ը շատ զգայուն է outlier կոչվածներին։ Outlier-ը այդ անոմալիային կետերը, աննորմալ կետերը։ Spearman-ը դրան ընդհանրապես զգայուն չի։ Դրա համար նաև, որ ասում եմ, ես միշտ անպայման կորելացիա եմ հաշվում, ես նաև միշտ անպայման հետը Spearman-ն եմ հաշվում։ Այստեղ էլ էլի մեկը շատ բարձր, մեկը շատ ցածր, էլի նշան է տալիս ինձ, էլի հուշում է, որ այ գնա այս ուղղությամբ ավելի խորացի։ Ցածր Spearman, բարձր Pearson, թարս ասեցի, ցածր Pearson, մեծ Spearman, տվյալների մեջ խնդրեմ կա, գնա գթի ուղին նոր արի, մտածի հեսա հաշվելու։ Էլի լավ հարմար գործիք է, էլի։ Ու այս խնդրի համար ոնց որ եթե ռանգերով հաշվենք, սա ուղղակի դառնալու էր 1 2 3 4 5 6 եւ այլն, ու սա տեսնենք, որ իդեալական կորելացիա կա իրաց երկուսի մեջ։ Նորմալ է ժողովուրդ։ Իսկ կարանք մի հատ օրինակի վրա Spearman-ը հաշվենք։ Կարանք։ Այս մեկը մի քիչ ձանձրալի օրինակ է գալիս, կարանք բան անենք։ Կարանք բռնենք ու փոխենք հերթականությունը։ Թող լինի, ասենք 1 2 եկեք գծեմ տվյալները։ Թող լինի մեր մոտ 1 2 3 4 լավ օրինակ։ Տվյալներն է թող լինի 1 4 Հիմա պետք է ասեի 9 16, հիմա կասեմ 16, հետո 9։ Այս տվյալները թող լինի։ Հիմա ունեցանք, այսինքն 1 2 3 4 1 4 16 9։ Հիմա մեզ պետք է լինելու վերցնել իրանց ռանգերը։ Ռանգերով եթե հաշվենք, մեկը որ երրորդն է, առաջինն է, երկրորդը երկրորդը, երկրորդ ամենափոքր, երրորդ ամենափոքր էլի։ Այստեղ ստացվի 1 2 3 4, այստեղ ստացվի 1 2 4 3։ Ու հիմա պետք է այս բանի process-ով անցնենք, էլի, կարանք կամ բռնենք, ասենք y(x)y-ի միջին, բան y(x)y, այսինքն այստեղ ու ենթադրենք սա հավասար հավանական, բաման եւ այլն, սա կլիներ մեր մոտ 1/4 անգամ 1 գումարած 4 գումարած 12 գումարած 12, այս մի հատ ինչ-որ արժեք կտա, այս մատսպասումները y(x)-ը ու y(y)-ը կլինեին մեր մոտ 1/4 1-ից 4 թվերի գումար, իսկն 4 անգամ 3 կես, թե 4 անգամ 5 կես, հավ այդ վայ ներողություն, n անգամ n գումարած 1 կես, 4 անգամ 5 կես, սա կստացվեր մեր մոտ 14, n էլ 14, արդյունքում գալու ենք ունենանք 1/4, հեսա մի քիչ էլ խոսամ ու տեսնենք հարց կա թե չէ, 1 գումարած 4 գումարած 12 գումարած 12, հանած 14 անգամ, հանած 10 անգամ 10, ինչ որ թե սենց ստացվեց, հա, ու ես էլ տալու է ինչ-որ բացասական եսիմինչ թիվ, մոտավոր։ Պրոցեսը բայց օքեյ էր։ Մենակ այս x-y-ի ընդհանուրի բաշխման մատսպասումը, ոնց հաշվեցիք այդ մասը չհասկացա։ Այստեղ ուղղակի բան արեցի, x-y-ները իրար հետ բանով բազմապատկեցի, էլի համապատասխանները։ Հա, կներեք։ Չէ, դες մերսի հարցի համար։ Սպիրմանինը, վայ, հա, սպիրմանինը ռո, տառը, Pearson-ինը առա։ Լեկցիայի ժամանակ, եթե չեմ սխալվում, բացված բանաձևը չէր եղել, դրա համար արժի մի հատ իրան տենալ մի անգամ։ Հա, 1-ից հանած 6 անգամ ու ամեն մի կետի համար նայում ենք այդ կետի դիրքերի տարբերությունը։ Այսինքն, եթե այստեղ մեր մոտ կա 1 2
1 2 3 4-ը ու իր համապատասխան արժեքները 1 4 16 9-ն էին, այսինքն ռանգերը կարելի ռանգերով գրեի միանգամից է իզուր արեցի 1 2 4 3-ներ մենք ասում ենք 1-ից հանած հիմա գումար ամեն մի կետի համար նայում ենք ռանգերի տարբերություն բռնեցին ռանգերը իդեալական այստեղ ստացվում է 0 գումարած 0 լավ արդեն գումարը չգրեմ 0 գումարած 0 գումարած 3 մինուս 4 ենք ունենում ստեղ քառակուսի է բարձրանում գումարած 1 4 մինուս 3 մի հատ էլ գումարած 1 ու այս ամեն ինչը բաժանում ենք 4 կետ ունենք n-ը կետերի քանակն է բաժանում ենք կարճ հիշողություն ունեմ 4 անգամ n քառակուսի մինուս 1 4 անգամ 15 այս բանաձևն է մեր մոտ տալիս ստացվում է 1 բան 60 58 60-րդ ոնց որ թե հա Վրոդի չի բռնում են մի ձևով հաշվացի հետներ մեջ ասած 15-ը որտեղից ստացաք հա 15-ը բանն էր 4 կետ ունենք բանաձևն է n անգամ n քառակուսի մինուս 1 այսինքն 4 անգամ 16 մինուս 1 էլի Այդ ճանային վերև ինձ թվում է ճիշտ չենք հաշվել։ Այստեղ 10 այս բանաձևը նայեք x անգամ y չէ պետք է լիներ, այսինքն 14-րդ անգամ 14-րդ չէ պետք է լիներ։ Այստեղ ընդհանուր հայտարարը 16 է դառնալու էլի, իսկ 1/4-ն է հանած։ վայ հա մենակ մի հատի 1/4-ն եմ տարել վայ հա ճիշտ է մերսի հա շատ լավ բռնացրեցիք Հա, այստեղ արդեն այս 1/4-ը դուրս չի գա, այս ընդհանուրի տակ այստեղ 10 անգամ 10, այս 4-ը 16 չպետք է լիներ։ Այստեղ այս 1/4-ը որ կա Հա, հանեցիք արդեն, հա, всё, օքեյ, լավ։ երկու հատ էի հանել էլի Հա։ հա գերազանց շատ լավ բռնացրեցիք հա ասենց ստացվում է 1/4 ու արդեն ստեղ ունենք 24 28 29 29-ից հանած ստեղ էլ լինելու է 25 4/4 Այստեղ էլ իրականում այս մյուսի մեջ էլ եմ միած սխալ գտել բանը բանձևը 6 անգամ էր ես պրոստը մի անգամ գրեցի Բայց հենց մեկ էլ պետք է ստանաք իրականում։ Պատասխանը պետք է 1 ստանաք։ չէ այստեղ բան է հերթականությունը Հա, փոխած էր, հա, իջնում էր, լավ։ Այստեղ մեր մոտ այսքան լինելու է 1 մինուս 6 անգամ 2 բաժանած 60 այսինքն ստեղ 10 ստացվում է 0.8 իսկ այս մի ձևով գրածով միական ստեղ ժողովուրդ ստեղ սրա կովարիացիան ենք հաշվել պետք է կոռելացիան սպերմնի համար այսինքն մենք մի հատ սա պետքա բաժանենք այս սաղ արդյունքը x-ի y-ի բաների վրա ստանդարտ շեղումների վրա ու նոր արդեն պատասխանները իրար հետ բռնելու են էլի եթե արանքում ուրիշ ինչ որ սխալ չեմ արել ինչը շատ սպասելի է ինձանից բայց ամեն դեպքում կներեք էլի այսինքն կամ երկուսն է պետք է նույն նշանով լինեն հա կամ պետք է պլյուս ունեն կամ մինուս ոչ թե նույն նշանով այլ նույն ուղղությամբ գնան մեր մոտ այստեղ նշան ասել ես եթե նշեմ մեծանում է թե աճում այստեղ մեծացավ սաղ բռնեցին այստեղ մեծացավ փոքրացավ չբռնեցին եթե ստեղ էր մեծանար այստեղ օրինակ 4-ից հետո 5 գար արդեն իդեալական կլիներ ամեն ինչ էլի սա կունենայինք այստեղ իդեալական սպիրմոնի կոռելացիա ամեն ինչը կարար անգնեք սա նշանակում է որ ունենք outlier հա Չէ, այս տվյալներում պրոստը տվյալները նենց էիր, ոնց որ տվյալները նենց էինք սարքել, որ մեկ չլիներ, էլի, այսպես էինք գծել։ Շատ լավ, շնորհակալություն։ Պրոստը մեր ձեռներ օրինակ էլի, զուտ որպես այդպեսին։ Ու ձեզ մերսի հարցի համար, ուստեղ կարևոր է նա, որ ոնց որ ստեղ պլյուսեր եմ ասում, այս ամենը կարա տեղը մինուսներ լինի, էլի։
շատ, ասենք, -1-ի մոտիկ թիվը սպիրմնի հետ էլ է շատ ուժեղ ազդակ։ Մեզ հետարքում է բացարձակ արժեքով մեծ լինի, էլի, բացարձակ արժեքով մեծ է, ուրեմն հետարքիր է։ Ակչերից, եթե 0,3 ստանայինք, եթե ինչ էր ասելու։ Այդ կասեր, որ ոնց որ քչից շատից իրար հետ բռնում է տենդենսները, այսինքն ինչ որ այս սենսոտ տեսք ունի, բայց նես չի, որ միշտ իդեալական վերև է աճում։ Որպես տենց շատ կոպիտ մոտարկում կարաք պատկերացնեք, թե քանի տոկոս դեպքերում է իրար հետ բռնում ուղղությունը։ Օրինակի համար, այս սրա համար կստանայինք բան։ Աճեց, հետո նվազեց, հետո աճեց։ Երկու դեպքում իրար հետ բռնեց, այսինքն երկու դեպքում պլյուսեր էինք հավաքում ստեղ, երկու դեպքում մինուսներ էինք հավաքում, արդյունքում քանակներով կգան իրար կզորայացնեն։ Եթե ասենք 0,3 լինի, կակնկալեի, որ երևի այսենց ինչ որ բան ա եղել։ Այսենց ավելի շատ երկար ժամանակ աճել են, աճերը իրար հետ բռնել են, քանց թե չէ։ Okay։ Էս Սպիրմանին է, էլի։ Պիրսոնինի դեպքում արդեն կարանք այդ բաների կտրվածքով մտածենք, էլի։ Քառորդների կտրվածքով։ Այս սրանք մացվասումներն են։ Ինչքան շատ են եղել մեր ուզած քառորդներում, ինչքան շատ են եղել քառորդներով ծրված։ Բայց այդ շատի խոսելը կոպիտ է, էլի շատ։ Նես չի կարանք կետերի քանակը հաշվենք ու վերջ, էլի, բանձրը մի քիչ ավելի նուրբ է, բայց ինտուիցիայի համար բավարար է, էլի։ Իսկ եթե այդ մոնոտոն նվազելու պահն է, ինքը էլի մեկա բռնելու։ Մոնոտոն նվազելն էլ արդեն իդեալական -1 է։ -1-ն է, հա, всё, լավ։ Որտեղ ոնց որ այս բանով էլ եթե նայենք, ռանգերի մտքով է որ նայենք, ստացվի ոնց որ ունենք 1 2 3 4 ու 4 3 2 1։ Սրանք ստաբիլ իրարից տարբեր են բան։ Ստաբիլ հեռավորությունը իրարից բանա լինելու, էլի։ Նվազելով է գնալու ռանգերն էլ։ Չնայած ցած տվյալներն էլ ինքն իրանով։ Okay, բարի։ Դե գնանք հաջորդին։ Հաջորդ ասելը ստեղ մի հատ էլ 5-րդ կար, բայց սրա գաղափարները պրինցիպի սաղ քննարկեցինք, հա, այդ պրոյեկտի օրինակով էլ, որ եթե ունենք տեղս 1 1 2 3 եւ այլնը, այստեղ եթե հաշվենք իրար հետ լավ բռնելները, մի հատիկ կետը կարող ամեն ինչ փչացնի, այս ոնց որ զուտ մի հատիկ օրինակի վրա ցուցադրություն է, էլի, երևի արդեն օգուտ չի լինի այս խնդրից շատ։ Եթե կուզեք, բայց սա քննարկենք, համեցեք։ Կանենք մի հատ է բանաձև կրկնելու համար այս մի խնդիրը նայենք, որտեղ որ պատկերացրեք ոնց որ ունենք երկու բաժնետոմս, մեկը տենց ավելի ստաբիլոտ է, իր վարիացիան բանը 4-ա, այսինքն այդքան շատ չի փոփոխվում իր գինը։ Մեկինը 9-ա։ Ու հիմա ոնց որ շուկայում իրար հետ կապված են այս երկու բանը, իրանց կովարիացիան ինչ որ C է։ Հիմա ուզում ենք նախ հասկանանք ոնց կարանք C-ն հաշվենք ըստ այս բանի, օգտվելով սրանցից։ Ու պլյուս օրինակ հասկանանք, թե մեր սցենարի համար, եթե ուզում ենք օրինակ բան ներդրումներ կատարենք, C-ի որ արժեքը ավելի նախընտրելի կլինի մեզ, էլի։ Ոնց կարանք դա հաշվենք։ Այսինքն նախ ոնց որ եթե առանց ինչ որ տրայլայ վայլայ պատմությունների, ոնց հաշվենք կովարիացիա R1 R2-ը։ Ներողություն, ոչ թե կովարիացիա, այլ մեզ հետարքիրա խթարսացի։ Շթարսացի, այլ պրոստը սխալասացի։ Վարիացիա R1 գումարած R2-ը։ Եթե այս երկուսից է ունենք, ուզում ենք հասկանանք ինչքան ակնկալելի է մեր եկամուտը լինելու։ Ստեղ ինչ բանաձև ունենք։ Նախ սա գծային է, օրինակ վարիացիայի օպերատորը։ Չէ, գծային չի։ Բա ոնց է։ Այդ առաջինի վարիացիա գումարած երկրորդի ու գումարած երկու անգամ իրանց կովարիացիա։ Գումարած երկու անգամ կովարիացիա։ Այսինքն ըստ էության ունենում ենք 4 գումարած 9 գումարած 2C։ Ահա։ Հիմա եթե օրինակի համար
այս երկու բաները իրար հետ ոչ մի կապ չունեն, երկու բաժնետոմսը իրար հետ ոչ մի կապ չունեն, մեր վարիանսը լինելու է 13, եթե ասենք կապ ունեն, ենթադրենք 5-ա կապը, կլինի 23, հա, 13 գումարած 10-ի վրա է, մտածում այդքան երկար։ Ու եթե մինուս 5-ը կլինի զուտ 3, ու ասենք եթե մենք ուզում ենք ավելի տենց, ասենք, թոշակի համար ներդրման մակարդակի բան անենք, որ իրակ չգիտեմ ինչքան վահետարքի ինչ-որ sense կյանքի օրինակի հետ խնդիրը բերելը, մաթեմի տեսանկյունից բրծավ իր ամեն ինչը, բայց ոնց որ կովալիացիան նայելը, եթե այստեղ կովալիացիան նայելով կարանք հասկանանք, թե տարբեր սյուժետների համար ինչա մեզ ավելի շատ պետք։ Եթե ուզում ենք օրինակի համար ինչ-որ տենց օքեյ ենք ռիսկի հետ մեր գումարը կորցնելու, բայց կուզենք տենց շատ նաև հնարավորություն ունենք շատ աշխատելու, կարանք երկու խառը տարբեր բաժնետոմս վերցնենք։ Եթե ուզում ենք ինչ-որ չափով ակնկալելի լինի, ուզենք տենց վերցնենք, որ բան ինչ-որ չափով ակնկալելի լինի, ունենց լինի, որ նենց չի տենց շատ ձանձրալի բան ենք անում, վերցնենք, որ ուղղակի իրար հետ երկու անկախ բան վերցնենք ու բացասական կովալիացիան էլ իրանից ներկայացնելու են, որ եթե կովալիացիան բացասական եղավ, նշանակում է այս քառորդների մակարդակով ունենք, դեպքեր ալնում, որ իրար հետ չի բռնում քառորդները, այսինքն կարանք որ մեկը որ աճի, մյուսը կնվազի, ու դրանով իրար կգան կկոմպենսացնեն։ Ու դրա համար գումարը արդյունքում վերջնական իր կովալիացիան կլինի վերջնական վարիացիան այդ երկուսի զուգակցության կլինի ավելի փոքր թիվ։ Ու ավելի ապահով կստացվի։ Ստացվում է ոնց որ բռնենք բան անենք, երկու հակառակորդ կամպանիայի բաժնետոմս առնենք։ Այն մտքով, որ դե մեկը աճի, մեկը ընկնի, մյուսը կաճի, միջինում կգամ ինչ որ օքեյոտ բանի կկանգնեմ։ Այդ մի հատիկ խնդիր ա որտեղ մնում տնայինից, այնպես որ թե ինչ համեցեք, սա ուղղակի տենց թեթևիկ վարժություն է, զուտ նրա խաթր որ բան։ Մի հատ է գործնականի մասին մի պահ անդրադառնանք, թե այս ամեն ինչը ոնց է կապված մետրիկայի ու բան inner product-ների գաղափարի հետ։ Ինքը լավ հետարքիր մտածողության տեսանկյուն է, էլի, որ ասում ենք լավ եկեք մի հատ այս ամեն ինչը կապենք գծայինին էլ, գծային հաներին, էլի, կամ ֆունկցիոնալ անալիզին, եթե ուզում ենք ավելի թիթիզ խոսանք։ Նայց հա, ստեղ ասում է արդեն 0 միջինով երկու վեկտոր ունենք, ու ասում է հաշվեք մի հատ իրանց բանը, կոսինուսը։ Կոսինուս հաշվելու համար գիտենք, որ շատ հարմար բանաձև ունենք, որտեղ որ ուղղակի բռնում ենք իրանց կետային արտադրյալը, dot product-ը բաժանում ենք իրանց նորմերի արտադրյալի վրա։ Այսինքն այս դեպքի համար ունենալու ենք u-ն լինելու է մեր մոտ 1 անգամ 2 գումարած 0, գումարած -1 անգամ -1, գումարած 1 3, նորմերն էլ մեր մոտ լինելու են 1 0 -1 արմատ 2, v-ն էլ 4 1 1 արմատ 6, ու կոսինուսը սրա կտա բան 3 բաժանած արմատ 2 արմատ 6, այսինքն կարանք ասենք 3 բաժանած անգամ արմատ 3, արմատ 3-ները կրճատենք, կստացվի արմատ 3 երկրորդ, այս կլինի 1/7 բաժանած 2-ի մոտավոր, տենց 0.75 ինչ որ բան։ Ու սա մեզ ըստ էության ինչ է ասելու, որ այս վեկտորները մի քիչ դժվար կլինի միաչափի համար գծել, երբ որ 0 տաղանդ կա այդպես բաներ գծելու, բայց եթե ունենք ստեղ 1 0 ու -1-ը թող այսպես իջնի ներքև, ու ունենք 2 -1 ու դեպի ներքև, այս սրանք ըստ էության ասում ենք, որ իրանք մոտավորապես նույն ուղղությամբ են։ Նույն ուղղությամբ են ցույց տալիս։ Նույն ուղղությամբ ցույց տալն էլ գծայինից էլ որ ժամանակին խոսում ենք, որ ասում ենք կարանք բառերը որպես վեկտորներ պատկերացնենք, ու այդ վեկտորների միջև կոսինուսային հեռավորությունը կասի այդ բառերը իրար հետ ինչքան կապ ունեն։ Ընդ որ ասում ենք բան, ասենք Իտալիա գումարած Հռոմը հավասար պետքա լինի
Հայաստան գումարած ինչ, այդ ինչը մեր մոտ տալու էր Երևան։ Այդ ոնց որ այդ կտրվածքով իրար հետ կապերի բանը նաև մեր մոտ ստեղի կտրվածքով կապերի բանի հետ դեր ունի, ոնց գործնականին ավելի շատ քննարկել էինք։ Ոնց լեքցիային տենց ավելի նորմալ մաքուր նայել եք, ստեղ պրոստը տենց արագ շփթփեր որպես իրականում նույնիսկ այս տեսքով գուցե կարելի չդնել խնդիրը։ Հայկ ջան, մի բան հարցնեմ, էլի մոմենտների հետ կապված ինչ որ բան մենք անցնելու ենք, թե դրանք պետք չեն կիրառության մեջ մասոնտ կասեք։ Իրականում ոնց որ մոմենտ անցել ենք անունը չենք դրել, ոնց որ առաջի մոմենտը այդ մացպասումն է։ Երկրորդ մոմենտը այդ վարիացիան է։ Այնտեղ երրորդ մոմենտ, չորրորդ մոմենտ արդեն այնտեղ սկյունս, կուրտոզիսը տենց ինչ որ բաների մասին է, ոնց որ շեղված լինել մի ուղղության բանման այդ տենց գաղափարներ։ Եկն այդ աշճանի վրա իրանց կպել ենք, այդ դրանից ավելի խորը վիճակ անելուց հələ վստահ չեմ, կգտնենք թե չէ։ Հա, լավ հարց տվեցիք իրականում, չգիտեմ, արժի դրանցից երրորդ, չորրորդ մոմենտներից խոսալ թե չէ։ Ես ճիշտ ասած, վիճակի մեջ այնտեղ գործակիցներն են հիշում, որ մոմենտներով են հաշվում, դրա համար էլ ես հարց տվեցի։ Դե ըստ էության ոնց որ մոմենտները սրանք են էլի, պրոստը ավելի թիթիզ անուն են։ Ու հա, շատ օգտագործվող են, բայց այս ներիմացած նույն բաներն են էլի։ Շատ լավ, շնորհակալություն։ Ձեզ էլ մերսի։ Այն ինչ որ ցանկացած հարց, եթե հարց չկա, կարանք այդ երեք մարդու դուելի խնդիրը նայենք։